Երևանում ամենացածր ձայներով ընտրված քաղաքապետ Տիգրան Ավինյանը սկսել է հերթական խստացման քաղաքականությունը մայրաքաղաքում, այս անգամ մտադիր լինելով առանց զիջման պայքարել վարչական շրջաններում առկա ապօրինի շինությունների դեմ։ Քաղաքապետարանից Ժողովուրդ օրաթերթին փոխանցած տեղեկության համաձայն այս պահին Ավինյանի գլխավոր թիրախը գնունու շուկան է, որը պետք է ամբողջությամբ մաքրվի, անտեսելով անգամ դատական որոշումները։ Սակայն այստեղ խնդիրներն ավելի խորքային են, բանն այն է, որ քաղաքապետարանի համար ապօրինի համարվող շինությունների մի մասն իրականում ունեն որոշ օրինական փաստաթղթեր, հատկապես երբ խոսքը վերաբերվում է այն դեպքերին, երբ սեփականատերերը դատական կարգով արդեն իսկ հաղթել են քաղաքապետարանին, իսկ աղբյուրները հիշեցնում են նոր վարչական շրջանում գտնվող Գյուրջանի շինության մասին, որը երկու եղբայրների սեփականությունն է եւ որը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հրամանով քանդվել էր։ Հետագայում դատարանում հաղթելուց հետո եղբայրները ոչ միայն վերականգնեցին շինությունը, այլև կառուցեցին ավելի մեծը, ստանալով փոխհատուցումներ։ Սակայն Ավինյանը ըստ Ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների իր թիմին հորդորել է չգնալ որևէ զիջման, նույնիսկ եթե դա նշանակում է անտեսել դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումները։ Այլ կերպ ասած, թիմակիցներին ուղղված հրահանգն այն է, որ անհրաժեշտության դեպքում պետք է մերժել դատավճիռները, չկատարել դատարանի որոշումները եւ եթե հարկ լինի, նույնիսկ քրեաիրավական դաշտ մտնել։ Սա Նիկոլ Փաշինյանի իշխանության համար ապօրինության նոր նշաձող է, քանի որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն դատարանի որոշումը չկատարելը ոչ միայն վարչական խախտում է, այլև քրեական հանցագործություն։ Մեր աղբյուրների պնդմամբ Ավինյանը փաստացի պատրաստ է իր աշխատակազմի անդամներին մղել դեպի ապօրինություն, միայն թե իր քաղաքական օրակարգն առաջ տանի։